Օմանի մայրաքաղաք Մասկատի մեջ Հայաստանի արտաքին գործնախարար Արարատ Միրզոյան եւ Օմանի արտաքին գործնախարար Բադր բն Համեդ բն Համուդ Էլ-Բուսայդի արտաքին քաղաքական գերատեսչություններում միջև քաղաքական խորհրդակցություններ կատարելու մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Հանդիպման ընթացքին անոնք քննարկած են Հայաստանի եւ Օմանի միջև գործակցության զարգացման հարցերու լայն շրջանակում։ Օմանի արտաքին գործնախարարը բարձր գնահատած է Միրզոյանի Մասկատ այցելությունը հագարակ տարածաշրջանային ներգայի բարդ իրավիճակին։ Միրզոյան իր երախտագիտությունը հայտնած է այցելության գազագերման եւ հատկապես Հայաստանի դեսպանատունը փանալու հարցով ցուցաբերված պատրաստակամության եւ աջակցության համար։ Դեսպանատան բացումը կարևոր շրջան համարվեցավ երկկողմ հարաբերություններու հետագա խորացման ջամփուն վրա։ Քննարկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շարք ոլորտներու մեջ գործակցության զարգացման հերանեկարները։ Միտքեր փոխանակված են տնտեսության, արևդուրի, գրթության եւ մշակույթի ոլորտներեն ներս իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ հստակ նախաձեռնություններ կյանքի գոչելու ուղղությամբ։ Ընդգծված է մուտքի արտոնակիրի բանջի վերացման մասին դրված որոշումին, ինչպես նաև մնայուն գերբով ուղիղ թռիչքներու կորձարկման կարևորությունը։ Հանդիպումի ընթացքին Միրզոյան երախտագիտություն հայտնած է 28 փետրվարին սկսյալ Մասկատ Երևան 8 ուղիղ թռիչքներ գազագերբելու արդյունավետ գործակցության համար, որոնց միջոցով Հայաստան վերադարձած են մոտ 550 հայաստանի քաղաքացիներ։ Մերձավոր արևելքի մեջ իրավիճակը կշարունակե լարված մնալ։ Պատերազմի 19-րդ օրը Ամերիկան, Իսրայելը եւ Իրանը կշարունակեն փոխադարձարվածներ։ Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետար Զարե Սինանյան հայտնած է, որ տագավին որևէ դվյալ չկա, թե քանի իրանահայ Հայաստան եկած է։ Իրան հաստատեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Ալի Լարիջանին նահատակված է ըսված է քաղաքական գործիչի տելեգրամյան ալիքի հայտարարության մեջ։ Իսլամական հեղափոխության բահբաններու ստորապաժանումը հայտարարեց Իսրայելի տարածքային զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի ազգային անվտանգության քերակույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան։ Իրանյան Press TV փոխանցմամբ գործողությունը ստացած է ճշմարիտ խոստում 4 անվանումը եւ դարձած պատասխան գործողություններու 61-րդ ալիքը հագամարտության սկիզբենի վեր։ Թել Ավիվի գետրոնին խոցված է ավելի քան 100 թիրախ ներառյալ ռազմական եւ ուժային կառույցներ։ Հրթիռները հաղթահարած են Իսրայելի հակաօդային Չամագարկը առանց որևէ խոչընդոտի։ Հարվածներու հետևանքով սպանված կամ վիրավորված է հագարագործի ավելի քան 230 զինծառայող։ Բացի Թել Ավիվեն հարձակումի ենթարկված թիրախներ եղած են Երուսաղեմի մեջ, Հայֆայի նավահանգիստի մեջ, Բեերշևայի եւ Նեգև անապատի մեջ։ Միաժամանակ իրանյան ուժեր հարվածներ հասցուցած են Կատարի մեջ, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրություններու, Քուվեյթի եւ Սաուդական Արաբիայի մեջ գտնվող ամերիկյան ռազմագայաններուն նշած են քերադեսչութենեն։ Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ գտնվող Ավստրալիա ռազմագայանին վրա Իրանի կողմեն արգմը ինգած եւ այդ պատճառով հրտեհ փրկած է։ Ինչպես կհաղորդե Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնած է Ավստրալիա վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ Ավստրալացի անձնագազմի անդամներեն ոչ մեկը դժուժած է այս բահուն, բոլորը անվտանգ են, լրագրողներուն ըսած է Ալբանեզեն։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարած է, որ հարվածներ հասցված է Հեզբոլլա շարժման Բեյրութի մեջ գտնվող շտաբներում։ Հարվածներ հասցված են Լիբանանի տարածքի խորքը գտնվող Բիղա շրջանի մեջ, որտեղ մասնավորապես թիրախավորված են զենքի պահեսներ եւ հրթիռային գայանքներ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Միացյալ Նահանգները շատ հիասթափված է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Հյուսիսատլանտյան դաշինքի քայլերեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարած է, որ Փարիզը չի մասնակցիր Հորմուզի նեղուցի բացման գործողություններուն։ Անգլիան նույնպես մերժած էր Վաշինգտոնի օգնության խնդրանքը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներու մեծ մասը Ամերիկային դեղեկացուցած են, որ չեն փապակիր ներգրավել Մերձավոր Արևելքի մեջ Իրանի ահաբեկչական վարչակազմին դեմ ռազմական գործողության, քրած է Թրամփ Truth Social-ի մեջ։ Ավելի գանուխ Ամերիկայի նախագահը պահանջած էր, որ ՆԱՏՕ-ի երկիրները օգնեն ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունը եւ զսկուշացուցած էր, որ Թաշինքին դժվար ժամանակներ կսպասվին, եթե չօգնե Վաշինգտոնին։ Եվրամիության թիվանակիտության ղեկավար Քայա Քալլաս հայտարարած է, որ չնայած Իրանի շուրջ զարգացումներու պատճառով ստեղծված ուժանույթի խնդիրներուն եւ քննաջին չեն պատրաստվիր գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Եթե Բրյուսել վերսկսի Մոսկվայի հետ արևդուրը ավելի շատ պատերազմներ պիտի լան։ Նման փորձ ունեցած ենք, ուստի պետք է շատ զգոնը լանք եւ չտանք այնինչ Ռուսաստան գուզե, քանի որ անոնց ախորժակը միայն գմեծնա, գարտիկ հայտնած է Քալլաս։ Եվրամիության թիվանակիտության ղեկավարը ավելցուցած է, չնայած Ամերիկան Եվրոպայի դաշնակիցն է,
իրենք այդքան ալ չեն հասկնար ամերիկյան կողմի վերջին գործողությունները։ Չենք հասկնար Իրանի մեջ պատերազմի նպատակները, միևնույն ժամանակ պատրաստ ենք ներդրումներ կատարել մեր հարաբերություններու մեջ, բայց թանգոն մինակ չեն բարեր ընդգծած է Պաշտոնյան։ Կալաս ավելցուցած է վերջին դարին ապացուցեց, որ ամենեն արդիական բարը անգանխատեսելիությունն է։ Մինչ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ պետք է մշակվի նոր պայմանավորվածություններ, հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին։ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը պատճառ դարձավ Հորմուզի նեղուցի շրջափակման, որ Պարսից ծոցի երկիրներն համաշխարհային շուկա արտահանող քարյուղի եւ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է։ Հորմուզի նեղուցի եւ ադով նավերու անցման վերաբերյալ պետք է նոր պայմանավորվածություններ լան ըսած է նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցի մեջ։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն գեղձիկ որակած է New York Times-ի հոդվածը, ուր նշված է, որ ամերիկան կփապակի իշխանութեն են հեռացնել Կուբայի առաջնորդ Միգել Դիազ-Կանելին առանց քաղաքական համագարկը փոխելու։ Շատ ամերիկյան լրատվամիջոցներ կշարունակեն հրաբարակել նման գեղձ տեղեկություններ, քանի որ կշարունակեն ապավինիլ սդախոսներուն, որոնք կներկայանան որպես տեղեկացված աղբյուրներ, գրած է Ռուբիոն իր ընկերային ցանցի էջին մեկնաբանելով հրաբարակումը։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II վախճանած է, լրագրողներուն հայտնած է պատրիարքական աթոռի դեղաբահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին։ Իլիա II 93 տարեկան էր, ան Վրաստանի եկեղեցու առաջնորդ ընտրված էր 1977 թվականին։ Մարտ 17-ի առավոտյան Վրաստանի պատրիարքարանը հայտնած էր, որ ան հիվանդանոց փոխադրված է առողջական վիճակի վատ տարածման պատճառով։ Պատրիարքարանի հասարակայնության հետ կապելու ծառայության ղեկավարը տեղեկացուց, որ համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա II մարմինը չորեքշաբթի օր պիտի թրվի Թիֆլիսի Սուրբ Երրորդություն տաճարի մեջ։ Իսկ Վրաստանի կառավարության որոշումով կաթողիկոս Պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ Վրաստանի մեջ հայտարարված է ազգային սուգ, հայտարարած է Վրաստանի կառավարության աշխատակազմը։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։